Պարոն Սահակյան, առաջինը, որ մտնում ես ձեր քաղաք, անբարեկարգ փողոցներն են։ Ինչ եք ուզում փոխել, ինչ եք խոստանում։ Ձեզ բավական չէ ձեր պաշտոնավարածը, որ հիմա ուզում եք էլի շարունակեք պաշտոնավարել։ Դուք ես չգիտեմ որ կողմից եք մտել քաղաք։ Գլխավոր փողոցը դա Մայրուղի է։ M3 Մայրուղին է, միջպետական ճանապարհ եւ սպասարկում է այդ ճանապարհը տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Եվ նաեւ եթե տեսել եք անբարեկարգ վիճակը, իհարկե ես եմ տեսնում, տեսած կլինեք նաեւ որ արդեն աշխատանքները իրականացվում են վերանորոգելու։ Փոսային նորոգումների աշխատանքները սկսվել են, այնպես որ եթե մի քանի օր ուշ գայիք արդեն բարեկարգ կտեսնեիք։ Իսկ ինչ վերաբերում է երրորդ ժամանակահատվածին, որի համար ես առաջադրվել եմ աշխատելու որպես քաղաքապետ, իհարկե գտնում եմ, որ ուժ ունեմ, կորով ունեմ, շրջապատ ունեմ, թիմ ունեմ եւ ծրագրեր ունեմ շատ լուրջ, որոնք պետք է իրականացնենք։ Ձեր մրցակիցը էլի հանրապետական կուսակցությունից է եւ փոխմարզպետն է։ Կարծում եք կկարողանաք նրա հետ մրցել։ Այսօր մենք արձանագրեցինք, որ մարդկանց մեքենաներով տանում էին ընտրության։ Սա նշանակում է, որ վարչական լծակները հավասար կիսվել են։ Ինչ վերաբերում է փոխմարզպետ, քաղաքապետ, մենք երկուսս էլ իհարկե հանրապետականներ ենք եւ հանրապետական կուսակցությունը արդեն գիտեք, որ որևէ մեկից չի պաշտպանում։ Այսինքն թողել է, որպեսզի մարդիկ ազատ կողմնորոշվեն, կուսակցական լծակներ չօգտագործեն եւ այլն։ Մարդատար մեքենաներ գրեթե մեր ընտանիքներում 60%-ում արկա է, բնականաբար մեքենայով պիտի գնան ընտրության, մանավանդ որ եթե մտել եք մեր քաղաք շրջել եք, տեսած կլինեք, որ բավականին մեծ մակերեսի վրա է գտնվում մեր քաղաքը եւ ընտրական տեղամասերը հեռու են բնակավայրերից։ Այդ իսկ պատճառով մարդիկ մեքենաներով գնում, ում տունը մոտ է, բնականաբար ոտքով է գնում։ Նաև նկատեցինք, որ ձեր շտաբում աշխատում են քաղաքապետարանի աշխատակիցները, դա եւս վարչական ռեսուրսի օգտագործում է։ Քաղաքապետարանի աշխատակիցներ եթե կան էլ մեր շտաբում, նախ այսօր Կիրակի է, այսինքն աշխատանքից դուրս մարդիկ ազատ են իրենց զբաղմունքի մեջ եւ երկրորդը ինչու՞ չէ, եթե մարդիկ ինձ են սատարում, ինչի՞ չլինեն մեր շտաբում։ Իսկ վարչական ռեսուրսը օգտագործելուն, այսպես կասեմ, մենք երկուսս էլ դիրապետում ենք որոշ վարչական ռեսուրսների, երկու տեխնացուներս էլ։ Եթե նկատի առնենք քաղաքապետարանը իր ռեսուրսով, այսօր աշխատող կազմով, բնականաբար կարծում եմ սատարում են ինձ։ Այստեղ մյուս տեխնացուն նաև մարզպետարանի ներկայացուցիչը կունենա իր ռեսուրսը եւ դրան գումարած այն ռեսուրսը, որոնց որ խոսք է տրվել աշխատատեղ։ Այսինքն այդ առումով վերցրած երևի թե իմ դիրքերը ավելի թույլ են։ Հակառակը ձեր մրցակիցը ասաց, որ մարզպետանից որևէ մեկը ներգրաված չէ իր շտաբի աշխատանքներում, քանի որ մարզպետը արգելել է, այսինքն անհավասար պայմաններում են։ Ես այդպես չեմ գտնում, մարզպետը ինչպես կարող է արգելել իր աշխատակիցներին, որ Կիրակի օրով զբաղվեն իրենց ուզած գործով կամ իրենց չուզած գործով։ Կամ մարզպետը կարող է հրահանգել մարդուն, որ Կիրակի օրով չէ, դու այսօր տանը մաքրություն չպետք է անես, դու գնաս լվացք անես։ Ընդունենք իրենց աշխատակիցներից, կին աշխատակիցներից մեկին վերաբերող հարց։ Ես կարծում եմ, որ նման արտահայտություն անել չի կարելի, մարդիկ ազատ են եւ իրենց ընտրության մեջ եւ իրենց գործողությունների մեջ։ Կարող են աշխատել նաեւ տեխնացուի օգտին։ Ոչ մեկի վրա չի բռնանում։ Առավել եւս մարզպետը։ Ես չեմ կարծում, որ մարզպետը արգելած լինի որևէ մեկին զբաղվել հանրային աշխատանքով։ Հանգամանքը, որ այսօր Սպիտակում մրցում են երկու հանրապետականներ, նշանակում է, որ ընդդիմությունը այստեղ որևէ շանս, որևէ հնարավորություն չունի։ Ես կարծում եմ, որ բոլորի համար էլ ազատ դաշտ կա մեր քաղաքում, եթե այսօր էլ դուք շրջել եք, իսկապես շրջել եք քաղաքում, տեսած կլինեք, որ որևէ մեկի վրա որևէ բռնություն չկա, ու այսօր ընտրատեղամասի ես ինքս գնացի ընտրելու եւ տեսա թե ինչքան մեծ ակտիվություն կար։ Եվ այդտեղ այդ ակտիվ
քաղաքացիների մեջ կային բնականաբար եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ այդ ուժերին հարող մարդիկ։ Այնպես որ կարծում եմ ով էլ ցանկանար, որ քաղաքական ուժն էլ ցանկանար, այստեղ կարող էր մրցակցության մեջ մտնել։ Եթե ձեր մրցակիցը հաղթի, կողջունեք նրան։ Իհարկե կողջունեմ։ Հայտնի է, որ դուք ազգակցական կապ ունեք Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ, նա էլ ձեզ չի սատարում։ Ոչ, բնականաբար ոչ, որովհետև հենց Հովհաննես Սահակյանը մեր Հանրապետական կուսակցության շրջանային խորհրդի նախագահը։ Հայտարարությունը ինքն է տարածել։ Այսինքն ձեր ազգականը ձեզ չի սատարում։ Ձայնը կարծում եմ իսկ կտա։ Արկադի Համբարձումյանը նույնպես որևէ մի տեխնացուի չի սատարում։ Փաստորեն ձեզ սատարում են հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներ, այսպես կարելի ասել։ Սատարում մեր քաղաքի ժողովուրդը։ Այդ թվում նաև քաղաքապետարանի աշխատակիցները։ Եթե անգամ այս ընտրությունների ավարտին պարզվի, որ դուք պարտվում եք, համոզված եք, որ ձեր կողմնակիցները չեն դիմի տարբեր տեսակի լցոնումների կամ կեղծիքների։ Իհարկե համոզված եմ։ Նախ լցոնում ինչ պետք է լսեն, այս թուղթը լսենք, ասենք ընտրել ենք, ասենք դիլինի նաև ընտրաթերթիկ, չէ՞, քվեաթերթիկ։ Դե հայտնի է ինչպես են լցոնումները արվում։ Ինչպես դե հետևեք դուք լրագրողներ եք, ինչպես պետք է անենք, պատկերացրեք, դուք գիտեք, ես չգիտեմ ամենայն դեպս, լցոնումները ոնց կարելի է իրականացնել։ Դե սահմանադրական հանրաքվեի ժամանակ փաստորեն ինչ-որ նման դեպքեր եղել են։ Չի եղել, եղել է մի փորձ, հա, ու հետնել ես մի քիչ ներսից գիտեմ դա, եղել է ընդհանրապես սպիտակ թուղթ։ Ամեն դեպքում քրեական գործ է հարուցվել, դա սպիտակ թղթի համար չէր հարուցվի։ Դուք երևի էլի չպատկերացրիք, ոչ թե լցոնում, այլ փորձ։ Փորձ, մարդը փորձել էր, նա թուղթ գցել այսպես ու չի կարելի, այսինքն քրեորեն պատժելի է ասքի կատարել, որի համար սահմանված պատժի նվազագույնն է կիրառվել 500-700 հազար դրամից 500-ն է կիրառվել։